Շնորհակալ եմ Սամվել Հակոբյան։ Բարև ձեզ։ Ուրեմն ես հաստիկացուցակում մի քանի բան բարձրաձայնեմ, հետո հարցս ուղղեմ։ Տիգրան Ավինյանը ունի երկու գործավար, ստանում են 360,000 դրամ։ Տիգրան Ավինյանը ունի 4 օգնական, ստանում են 545,000 դրամ։ Տիգրան Ավինյանը ունի 7 խորհրդական, որոնք ստանում են 630,000 դրամ։ Առաջի հարցս, ինչ են անում այս մարդիկ, որ սենց շատ են, ինչով է դա արդարացված։ Եթե այս բոլոր մարդիկ աշխատեն, ինձ թվում է պարոն Ավինյանը կարող է գործի չգա։ Երկրորդ, դուք ձեր աշխատողներին, ձեր ստվերային չերևացող աշխատողներին, այսինքն ովքեր հանրությանն չեն երևում, աշխատանքը տենց իրանց զուտ անձնական է պարոն Ավինյանի համարը։ Այդ մարդիկ ստանում են պատգամավորական աշխատավարձներ, այսինքն մենք ապրում ենք պարլամենտական երկրում, որտեղ քաղաքապետի խորհրդականն ու օգնականը ստանում է պատգամավորի աշխատավարձ, դա իմ համար առնվազն տրամաբանական չէ։ Երկրորդ, գլխավոր մասնագետները, առաջատար մասնագետները եւ առաջին կարգի մասնագետները, որոնք ըստ ինձ ռեալ ամենաշատ ամեն օրը 9-ից 6 աշխատող քաղաքացիներին ընդունող, իրենց ուզող հարցերը լսող, լուծում տվող քաղաքացու կներեք մունատը կուլ տվողները ստանում են 272,000-ից մինչև 289,000, այսինքն եթե դուք ընտրել եք նոր քաղաքականություն, մարդկային ռեսուրսները վստահեցնում եք, որ լավ է լինելու։ Մոտիվացիան որն է առաջին կարգի մասնագետի լավ աշխատելու, որպեսզի նա դառնա առաջատար մասնագետ, հետո էլ գլխավոր մասնագետ, եթե այդ 3 պաշտոնների մեջի տարբերությունը մեկը 9,000 դրամ է, մեկը 7,000 դրամ է։ Ու վերջինս հարցերից է բացի մի հատ առաջարկ։ Պարոն Ավինյան, ունեք շատ մեծ անձնակազմ, մեր 15 հոգանոց ֆրակցիային տվել եք մի հատ սենյակ, ձեր օգնականին տվել եք առանձին սենյակ, որտեղ լավ եք նայում ձեր աշխատողներին։ Երկու խորհուրդ։ Առաջինը, օգնականներից մեկին մի հատ մենք կարանք մեր ֆրակցիայի կողմից նույնիսկ փոխակցվենք, նվեր տանք, մի հատ ժամ թոփային ձեռքները, որ ձեզ հիշացնեն, որ նիստը 10-ին է սկսում։ Երկրորդն էլ մի հատ օգնականն էլ թո զուտ թղթեր բաժանելու գործով զբաղված լինի, որ նիստը սկսելուց առաջ մի հատ հստակեցնեք, ճիշտ օրակարգ եք դրել սեղանին, թե չէ նոր սկսենք։ Շնորհակալություն։ Ես կպատասխանեմ Տիկին Հայդինյան, նախ եւ առաջ Երևանի քաղաքապետն ունի խորհրդականներն ու օգնականները։ Դա մեկ Տիգրան Ավինյանը չունի։ Տիգրան Ավինյանը հետո տուն չի տանելու այդ խորհրդականներին ու օգնականներին։ Խորհրդականներն ու օգնականները ամեն մեկը իր ոլորտում իրականացնում են իր աշխատանքը։ Եւ այդ մարդիկ թաքստոցում չեն, այստեղ նստած են նաև պարոն Արեյանն է, պարոն Շահբազյանն է եւ այն պարոն Լազարյանն է, գործակարգավարական նիստերին այդ մարդիկ մասնակցում են։ Առանձին սենյակ, որքան որ ես գիտեմ, օգնականներս չունեն, եթե չեմ սխալվում, համենայն դեպս նույնիսկ եթե ունեն, այդտեղ վերաբաշխում իրականացնելու ենք եւ պետքա մենք ռեսուրսները մեր սուղ այնպես բաշխենք, որպեսզի կարողանանք բոլորին տեղավորել։ Ինչ վերաբերում է ընդհանուր կառուցվածքին, ես ուզում եմ ասել, որ այս հատվածով փոփոխություն շատ չի արվել եւ հաստիկները կան, որ չեն լրացվել։ Եվ ես վստահ եմ, որ հաջորդ տարվա մեր առաջարկվող արդեն ռեֆորմի հիմքով, ոչ թե այս առաջին փուլն է, այս փոփոխությունների, արդեն հանրային կառավարման բարեփոխման տրամաբանության փոփոխությունները այդ ժամանակ քննարկենք բովանդակային աշխատավարձերի հարցը, կառուցվածքի հարցը եւ առհասարակ մոտիվացիայի հարցը, որովհետեւ ես ձեզ հետ համաձայն եմ, որ մարդիկ պետք է մոտիվացված լինեն եւ մարդիկ պետք է պարտադիր արդյունքին միտված լինի նրանց աշխատանքը եւ այդ մոդելը մենք հիմա կարելի ասել փուլային սկսել ենք կիրառել, իսկ ավելի ինստիտուցիոնալ հաջորդ տարի ընդունելու ենք բոլոր կանոնակարգերը։ Արձագանք պարոն Հակոբյան։ Քաղաքապետարանը ամսական, եթե չեմ սխալվում, աշխատավարձ է դուրս գրում 630 միլիոն դրամի, արգելի երևանցիներ։ Անձամբ ես իմ հարցի պատասխանը չստացա, ուզեմ լսեմ, եթե նորից ասեք, բայց այս անգամ բովանդակային ձեր խորհրդականները Կամո Արեյանի վերաբերյալ ոչ մի հարց չունի, գիտենք։ Մնացած այդ 15-14 հոգին ինչով են զբաղված, խնդրում եմ, այդ հիմա չզեկուցողները ուզում եք կրճատեք, դրա տրամաբանություններ չեմ հասկանում, որովհետև այս նիստերը տեղի են ունենում ամենահաճախ ամիսը 1, չգիտեմ, մեր գործի անունը ինչ է, եթե մենք ալարում ենք
2 ժամ ավել նստենք ու շփվենք ու խոսանք ու Երևանցին լսի։ Հանձնաժողովի նիստերը առաջինը հրապարակային չեն, երկրորդն է թվականակով մաթեմատիկայով դուք սովորաբար կրում եք, որտեվ շատ եք։ Հիմա խնդրում եմ, ինձ ասեք, այս մարդիկ ինչով են զբաղվում, 10 քանի հոգի, խի են սենց առելի մեծ աշխատավարձ ստանում, սենց աղքատ երկրում, ու ոնց է տենց լինում, որ սենց մեծ անձնակազմ ունեք, 630 միլիոն դրամ աշխատավարձ եք դուրս գրում, մի երկրում, որը, ասենք, ոտից գլուխ խնդիր ունի, ու հարցումները երբ ավականին, այս շենքը վերահսկող գլխավոր մարմինը, ըստ օրենքի, երբ հարցում է ուղարկում, ասում ենք, այս մի բանը ներկայացրեք, միշտ նույն ոչի է, կամ ուղակի մեջը սուտա գրածելուն ոչ կոմպետենտ կամ է, ասում են, նայեք այս օրենքի մեջ, մենք գիտենք օրենքները որ կան, բայց քանի որ մենք ձեզ վերահսկողն ենք, ու մենք ստեղ գալիս ենք հանուն Երևանցու առանց աշխատավարձի, դուք ստեղ գալիս եք, ստեղ նստելով տուն եք պահում։ Խնդրում եմ, մեր հարցումներին նորմալ պատասխանեք, մենք չենք ուզում ձեր գործը անենք, դուք պետք է ձեր գործը անեք, մենք է ձեզ պետք է վերահսկենք։ Մենք պետք է ձեզ հարց տանք, դուք է պետք է պատասխանեք։ Շնորհակալ եմ։ Պարոն Հակոբյան, ամեն մարդ իր գործը պետք է անի եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ այն անձնակազմը, որ Երևանի քաղաքապետ, ուզում եմ նախ տեղեկացնել, չգիտեմ ինչքանով եք դուք տեղյակ, Երևանի քաղաքապետարանը իր ենթակա կառույցներով քանի աշխատակից ունի։ Մոտավորապես 30,000 դպրոցներով, մանկապարտեզներով, այսինքն ձեր մատնանշած թվերը հələ մի հատ պատկերացրեք ծավալը աշխատանքի 30,000 մոտավորապես միայն քաղաքապետի անունից օրական կարա 50-ից 100 գրություն դուրս գա, եթե ոչ ավել։ Այսինքն ծավալի տեսանկյունից Երևանի քաղաքապետարանը երկրում երևի ամենածանրաբեռնված կառույցներից մեկն է։ Այդ առումով հետևապես խնդրում եմ երևի թե մի քիչ գործառութային էլ եթե խորանակ մանրամասները փորձեք հասկանալ, կտեսնեք, որ բավականին սուղ միջոցներով ենք ամեն ինչ կազմակերպում։ Գներեք, բայց պարոն Հակոբյան, դուք ձեր արձագանքի իրավունքը ստացաք, Մեսրոպ Մանուկյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Նախ իմ մտահոգությունը արտահայտեմ, պարոն Ավինյան, ինչի հետ կապված է ուզում արտահայտվել, այս հաստիկացուցակի հետ ծանոթանալիս ես նկատեցի, որ Երևան քաղաքը չի ունենալու գլխավոր ճարտարապետ։ Այն պարագայում, երբ որ մենք հաջորդ տարի բոլորս պայմանավորվել ենք, որ պիտի ունենա Երևան քաղաքը նոր գլխավոր հատակագիծ ամենաիդեալական տարբերակով։ Այն պարագայում, երբ որ մի գլխին կանգնած է 4 տեր կամ 5 տեր, այդ վարչության ճարտարապետները, այդ գործը անտեր է։ Դա ցույց է տալիս աշխատանքային պրակտիկան եւ փորձը։ Չնայած այն հանգամանքին, որ օրենքով չի սահմանում, որ պիտի Երևան քաղաքը ունենա գլխավոր ճարտարապետ, բայց չի էլ արգելում։ Հետևաբար իր մտահոգությունը կայանում է նրանում, որ գլխավոր հատակագիծ ունենալուց հետո, երբ որ մենք պիտի արդեն հասկանանք դրա մեղավորն ու անմեղնովը, հասցեատերը չկա, բացակայում է։ Դա մտահոգություն է։ Հիմա իմ հարցը, որը որ կար, կապված է հաստիկացուցակների։ Մյուս արատավոր երևույթը, որը չգիտես ինչու ծիլ է տալիս քաղաքապետարանում, ավելի շուտ վարչական շրջաններում, ավականին դիմում է, որպեսզի ներկայացնեն իրենց աշխատանքային ցուցանիշները, որպեսզի այսօր հնարավորություն ունենանք ավելի առարկայական քննարկելու։ Այսինքն ես ուզում եմ աշխատանքային ցուցանիշները կրկնվող գործառույթների, առևտրի վարչության, հողի սպասարկում, եթե ճիշտ սխալ եմ ասում կներեք, հասարակական կարգի կամ մյուս եւ միայն քաղաքապետարանի վարչությունից են պատասխան ստանում, իսկ վարչական շրջանի ղեկավարները իրենց իրավունք են վերապահում չպատասխանել ավականու հարցին։ Այսինքն դրա հաջորդը որ կա 21 օրն էլ լրանում է, պատասխանը չկա, իրանք չեն ներկայացնում, որպեսզի հնարավորություն ունենա այսօր ես Բաղդադել եւ ասել, որ ձեր կառուցվածքային փոփոխությունը որ կատարում եք, ավելի ճիշտ կլինի, որ կրկնվող գործառույթները կրճատեք, որտեղ վարչական շրջանի համապատասխան վարչության աշխատակիցները որ կան, ինչքան ուզում է խուսափեք դրանից, այնուամենայնիվ բոլոր համայնքի բնակիչների ունեն սերտ հարաբերություններ, որտեղ երկար տարիներ աշխատում էին եւ երկար տարիներ աշխատելու պարագայում օբյեկտիվությունը կորչում է այս պարագայում, հասկանում եք։ Հիմա իմ հարցը հետեւյալն էր, որպես այդպիսին կրկնվող գործառույթ ունեցող վարչությունները եւ բաժինները, որոնք որ կան քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում,
դիտարկել եք, որպեսզի կամ մեկը կամ մյուսի գործառույթը միաձուլվեն, որն ավելի արդյունավետ կլինի, ռոտացիոն կարգով փոխանակվեն շրջաններով, այսինքն ավելի առարկայական ասեմ, օրինակ առևտրի սպասարկման բաժինը, որը որ ընդունենք Արաբկիր վարչական շրջանում է, խանութի աշխատողներին չզանգի, ասի քաղաքապետանից ստուգող ա եկե, տեսեք ինչ եք անում, մի քիչ կոպիտ եմ այս օրինակը բերում, որովհետև երկար տարիներ այդ մարդկանց հետ շփվել է, հացակիսել այդ մարդկանց հետ, ավելի առարկայական եմ արդյունավետ չէր լինի, որ նմանատիպ փոփոխություններ դուք կատարեք։ Իմ հարցը առաջինը դրան էր, երկրորդը, որը որ մտահոգություն է, որը եւ հարց եւ պահանջ ձևակերպեք, որ Երևան քաղաքը պիտի ունենա գլխավոր ճարտարապետ։ Այսինքն, եթե մի գործ ունեցավ 4 հատ տեր, այդ գործը անտեր է մնալու։ Շնորհակալություն։ Տիկին Այդինյան, կրկին ես կպատասխանեմ հարցին, 3 մասից էր բաղկացած, առաջինը պարոն Մանուկյան կրկնվող գործառույթների վերաբերյալ, հենց այս փոփոխությունները առաջին փուլով որոշ վարչությունների կրկնվող գործառույթներ միավորում են մեկ ընդհանուր տրամաբանության մեջ, այսինքն պատասխանատուն դառնում է մեկ ծառայությունը, մասնավորապես հասարակական կարգի պահպանման մեր ծառայության մեջ միավորվում են նաև այլ նախկին վարչությունների աշխատակիցներ, ովքեր որ նմանատիպ գործառույթներ էին իրականացնում։ Այսինքն մենք ունենք մի իրավիճակ, երբ որ հասարակական կարգի ծառայությունը կարող էր խախտում արձանագրել եւ նույն խախտումը կարող էր արձանագրել մեկ այլ վարչության մեր աշխատակից։ Հիմա այդտեղ առաջին փուլով միավորում ենք իրականացնելու։ Այստեղ կոնկրետ այս ոլորտում հասարակական կարգի պահպանման ծառայությունը հաջորդ փուլերով, նաև օրենքի փոփոխության հետ կապված, ել ավելի մեկ ընդհանուր տրամաբանության է գալու, ուղղակի սպասում ենք օրենքը քննարկվի եւ օրենքում փոփոխությունները տեղի ունենան, որ կրկնվող գործառույթները առհասարակ բացառենք այդ ոլորտում։ Նույնը վերաբերում է առևտրին եւ գովազդին, միավորվում է մեկ ընդհանուր թույլտվություններ տվող վարչություն է դառնում։ Ինչ վերաբերում է ձեր հարցման պատասխանին, պարոն Մանուկյան, ինձ թվում է այստեղ թերընկալում ա եղել, որովհետեւ վարչական շրջանները պատասխանել են կազմակերպական վարչությանը եւ այդ ամբողջ հավաքը դրված է եղել կազմակերպական վարչության վրա եւ ձեզ պատասխանը եկել է կազմակերպական վարչությունից վարչական շրջաններից ստացված պատասխանների հիման վրա։ Եվ ամենակարևոր հարցը գլխավոր ճարտարապետի օրենքը իհարկե թույլ չի տալիս մեզ այդ հնարավորությունը, փաստացի մենք այս պայդրությամբ ունենք այդ խորհրդատուների ինստիտուտը, ճարտարապետների, ովքեր որ մեր ընթացիկ դիմումների քննարկումներն են իրականացնում ճարտարապետահատակագծային առաջադրանքների եւ բոլոր այդ նիստերին ես անձամբ ինքս մասնակցում եմ, այսինքն մարդիկ տալիս են իրենց մասնագիտական կարծիքը, գլխավոր հատակագծի պատասխանատուն եւ հավաքը դրված է Երևան նախագծի վրա եւ իրենք են պատասխանատուն, այդտեղ ունենք իհարկե մեզ օգնում է եւ կադաստրի կոմիտեն եւ քաղաքաշինության կոմիտեն եւ տարածքային նախարարությունը նախկինում կարելի ասել այդ ֆորմատով այդ լայն աջակցությունը չի եղել եւ այդ տեսակ process չի կազմակերպվել հիմա մենք վստահ ենք որ այնուամենայնիվ այդ process-ը նորմալ գնում է եւ նորմալ գնալու է ինչ վերաբերում է գլխավոր ճարտարապետի հարցին այստեղ Իհարկե դա քննարկման առարկա է, բայց պետք է հետևապես գնանք օրենքի տրամաբանությունը փոխենք, որը նախկինում հենց փոխվել էր, որpիսի մենք գայինք այս տրամաբանության։ Հաջորդ տարի կարող ենք դա էլ քննարկել։ Խնդրեմ արձագանք, պարոն Մանուկյան։ Շնորհակալություն։ Կարծում եմ ձեզ ներկայացնելուց ճիշտ չներկայացրեցին, ես առարկայական օրինակը ասեմ Երբ որ ես դիմել եմ, որպեսզի հնարավորություն ունենամ համեմատելու մեկ օրինակ ասեմ, վարչական շրջանների առևտրի այդ սպասարկման բաժնի աշխատակիցներն ինչ ցուցանիշներ ունեն եւ քաղաքապետարանի համապատասխան վարչությունը, քաղաքապետարանից պատասխանը եկել է շատ ծավալուն ներկայացնել են իրենց ինչ են արել, ինչ չեն արել, վարչական շրջանների 0 Հաջորդը հասարակական կարգի հետ պահպանման կամ հողհատուցման հետ կապված Քաղաքապետանից պատասխանը գալիս է վարչական շրջանների 0 Իմ ես պարագայում իմ գրագիտությունը բավարարում է, որ ես կարողանամ տարբերել վարչական շրջանն ուղարկելա, թե չի ուղարկել։ Իսկ եթե շարունակեն այդ ձևով վարչական շրջաններն աշխատել, դա նրանց պատիվ չի բերում։ Պարոն Մանուկյան, ուղղակի կխնդրեմ Տիկին Վարդանյանի հետ հասկանաք ինչ խնդիր ա եղել, որովհետև ոնց հասկանում եմ, ինչ որ
տարընկալում կա, եթե չպարզաբանվի, հետո էլի կքննարկենք։ Պարոն Թորոսյան, խնդրեմ։